Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Տեղի է ունեցել Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը։ Նրանք ընդգծել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը եւ գոհունակությամբ արձանագրել երկկողմ գործակցության դրական դինամիկան։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած բարձրաստիճան միջոցառմանը։ Համաժողովի ավարտին Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվել են մտադրության նամակներ Հայաստանի սահմանային 3 անցագետի եւ հյուսիսային 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Երևանի քաղաքապետարանը դարձել է բնապահպանական կարևոր իրադարձության հարթակ։ COP17-ին ընդառաջ այստեղ տեղի է ունեցել բնության պահպանության միջազգային միության Հայաստանի ազգային կոմիտեի հիմնադիր միջոցառումը, որը նոր էջ է բացում Հայաստանի բնապահպանական գործակցության եւ միջազգային ներգրավվածության պատմության մեջ։ Գարնանային նստաշրջաններից մեկում ազգային ժողովը ընդունել էր սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում եւ հարագից օրենքներում նոր փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ներկայացրել է կատարված օրենսդրական փոփոխությունները։ Հայաստանում մեկնարկել է արտ-արվեստ մշակութային կրթության զարգացման ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է 2026 թվականի ընթացքում մասնագիտական աջակցություն տրամադրել 150 արվեստի եւ երաժշտական դպրոցների։ Ծրագրում կներգրավեն ավելի քան 2600 աշակերտ եւ 900 մանկաբարձ։ Երևանի կենտրոնում գրքին կանգնեցվել է քանդակագործ Կարլեն Նուրիջանյանի հեղինակած Վահագն վիշապաքաղ հուշարձանը։ Տասնամյակները անց վերադառնալով հանրային տարածք ոչ միայն վերականգնվում է հայկական լիցաբանության հերոսի Վահագնի ներկայությունը մայրաքաղաքում, այլև արժևորվում է նրա ստեղծողի ժառանգությունը։ Տեղի է ունեցել Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը։ Նրանք ընդգծել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը եւ գոհունակությամբ արձանագրել երկկողմ գործակցության դրական դինամիկան։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, նաեւ գործակցության ընդլայնումը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։ Վարչապետները անդրադարձ են կատարել նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով գործակցության հարցերին, քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։ Կողմերը կարևորել են նաեւ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը եւ երկու երկրների միջև կապերը առավել ամրապնդելու ու նոր նախաձեռնությունները առաջ մղելու համար։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած կապակցվածության օրակարգի հարթակի մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը, որին ներկա են եղել նաև Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ղրղստանի պատվիրակությունները, նաև միջազգային ֆինանսական կառույցների ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Հարթակը ստեղծվել է Հարավային Կովկասի, Սևծովյան տարածաշրջանի, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջև կապակցվածության օրակարգի ամրապնդման եւ ԵՄ գլոբալ դարպասներ ռազմավարության շրջանակներում միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը առաջ մղելու նպատակով։ Համաժողովին ունեցած ելույթում Կոստանյանը ընդգծել է տարածաշրջանային կապակցվածության զարգացման եւ այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսության խթանման կարեւորությունը, նշելով, որ այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները կարող են նպաստել Հարավային Կովկասի որպես Եվրոպան ու Ասիան կապող կարևոր հանգույցի ներուժի լիարժեք իրացմանը։ Այդ առնչությամբ Կոստանյանը նաև կարևորել է Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացումը, մասնավորապես տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային կապակցվածության ոլորտներում։ Համաժողովի ավարտին Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվել են մտադրության նամակներ Հայաստանի սահմանային 3 անցակետի եւ հյուսիսային 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարության այս պահին գտնվում է այսպես ասած խաչմերուկում եւ խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Նա նշել է, որ դա կարևոր է Ռուսաստանի համար, ընդգծելով, որ Ռուսաստանը ու Հայաստանը դարեր շարունակ հարևան եւ եղբայրական երկրներ են։ Նա նաեւ նշել է, թե Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կգնահատի ԵԱՏՄ-ում մնալու առավելությունները։ Նրա խոսքով Ռուսաստանը համոզված է, որ ԵԱՏՄ-ին անդամակցություն
բանակցությունը Հայաստանի համար ավելի շահավետ է, քան եվրոպական ինտեգրման ուղին։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Պեսկովը նշել է, որ դրանք կշարունակեն զարգանալ։ Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց, Հայաքվե միավորման համակարգող Չալաբյանը ձերբակալվել էր առավոտյան։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նա ձերբակալվել է կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Պարզվել է, որ Չալաբյանը 2026 թվականի մայիսին մեկնել եւ հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում դրդել է վերջիններից, որ նրանք տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող Հայաստանի քաղաքացիներին մեկնել Հայաստան եւ քվեարկել ուժեղ Հայաստան դաշինքի օգտին։ Անցնենք միջազգային նորություններին։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածել են Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Գազպրոմ Պերարաբոտկա ընկերությանը պատկանող գազամշակման գործարանին։ Նշվում է, որ ձեռնարկության արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները հաղորդել են նաև Գազպրոմ Ռոբիչա Օրենբուրգ ընկերությանը պատկանող հելիումի գործարանի վրա իրականացված հարձակման մասին։ Օդանավերի ընդունման եւ թռիչքների սահմանափակումներ են մտցվել Օրենբուրգի, Օրսկի եւ Յասնիի օդանավակայաններում։ Հարկ է նկատել, որ Օրենբուրգը գտնվում է Ուկրաինայից մոտ 2000 կիլոմետր հեռավորության վրա։ Ուկրաինական անօդաչուները գիշերը հարվածներ են հասցրել նաև բռնակցված Ղրիմի մի շարք էներգետիկ օբյեկտների։ Ուկրաինական աղբյուրների հաղորդմամբ թիրախում են եղել Սիմֆերոպոլի ջերմաէլեկտրակայանը, Սևաստոպոլի ենթակայանը եւ Կերչի նավահանգիստը։ Սևաստոպոլի Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավարը հայտնել է, որ քաղաքը ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Ղրիմում հոսանքի խափանումները շարունակվում են հունիսի 21-ից, թերակղզում նաեւ վառելիքի պակաս է արձանագրվում։ Ուկրաինական կողմը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են թիրախավորվում Ղրիմի էներգետիկ օբյեկտները։ Իդեպ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե պատրաստ են Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսել Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է վարվեն տեղում ստեղծված իրողությունների հիման վրա։ Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում հարվածել է Ռուսաստանի տիեզերական կապի արդեն երկրորդ կենտրոնին։ Ուկրաինական զորքերը հունիսի 24-ի գիշերը խոցել են Վլադիմիրի մարզում գտնվող Վլադիմիր տիեզերական կապի կենտրոնը, որը հանդիսանում է տիեզերական կապ դաշնային պետական ունիտար ձեռնարկության մասնաճյուղ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Թուրքիայի կենտրոնական Քրքալե նահանգի շրջաններից մեկում զինամթերքի պահեստավորման եւ օգտահանման ձեռնարկությունում պայթյուն է որոտացել, դրա հետևանքով 2 մարդ է զոհվել։ Զանգվածային լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ, դեպքի վայր են ժամանել հրշեջ եւ փրկարարական ծառայությունները։ Իրանն ամբողջությամբ բացել է օդային տարածքը քաղաքավիացիայի համար, բոլոր օդային երթուղիները բաց են 24 ժամ 7 օր ռեժիմով։ Ներքին եւ տարանցիկ չվերթների իրականացումը թույլատրվում է ամբողջ ծավալով։ Գդանսկում կայանալիք Ուկրաինայի վերակառուցման հարցերով միջազգային համաժողովը կանցկացվի ավելի կառուցողական մթնոլորտում առանց Վոլոդիմիր Զելենսկու։ Լրագրողներին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Եթե խոսքն իմ մասին է, ես հիասթափված չեմ Զելենսկու բացակայությունից, իմ տեսանկյունից սա հավանաբար նշանակում է, որ համաժողովն ավելի արդյունավետ կլինի առանց ավելորդ լարվածության։ Ես սա համարում եմ լարվածության թուլացմանն ուղղված քայլ, ասել է Տուսկը։ Ուկրաինական հարվածները Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա կարծիք է հայտնել, որ այդպիսի հարձակումները միայն խթանում են մարտիկներին մարտի դաշտում կատարել այն խնդիրները, որոնք իրենց առջև դնում է երկիրը։ Միացյալ Նահանգների բանակը նախատեսում է ստեղծել 2 մասնագիտացված վարժանքներ Ուկրաինայում մարտական պայմանները վերստեղծելու համար։ Անօդաչու թռչող սարքերի ակտիվ օգտագործման ասել է Միացյալ Նահանգների բանակի նախարար Դանիել Դրիսկոլը։ Մենք կարող ենք մոդելավորել էլեկտրոնային պատերազմի պայմաններն ու ամբողջ մարտական միջավայրը, նաև կարող ենք կազմակերպել գործակցություն անօդաչու թռչող սարքերի արտադրողների եւ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մշակողների միջև, ասել է Դրիսկոլն ու ընդգծել, որ զինծառայողները կկարողանան այնտեղ մարզվել
կազմակերպվել ժամանակակից մարտական պայմաններում եւ անմիջականորեն փոխազդել զենքի մշակողների հետ։ Դրիսկոլը նշել է, որ բանակը ներկայում փնտրում է համապատասխան վայր արտասահմանում նմանատիպ վարժանքների համար, շատ ավելի ագրեսիվ մարզումների համար։ Ամերիկյան պաշտպանական արդյունաբերության Lockheed Martin ընկերությունը Պենտագոնի հետ ստացել է 8.4 միլիարդ դոլարի խոշոր պայմանագիր։ Բանակի զինանոցն ընդլայնելու համար ճշգրիտ կառավարվող հարվածային հրթիռներ արտադրելու համար հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը։ Պենտագոնը հավելել է, որ լրացուցիչ պայմանագիրը Increment 1 հրթիռների ընդհանուր պատվերը հասցնում է 13.33 միլիարդ դոլարի եւ ներառում է հրթիռների մատակարարումը, նախնական գործառնական կարողությունների աջակցությունը եւ մշակման աշխատանքները մինչև 2032 թվականի ֆինանսական տարվա ավարտը։ Հրթիռները կուղարկվեն Միացյալ Նահանգների բանակի Redstone արսենալին Ալաբամայում։ Իսրայելը հայտարարել է, որ Գազայի խաղաղության խորհուրդը հաջորդ շաբաթ կհավաքվի Կիպրոսում։ Հանդիպմանը կմասնակցեն կազմակերպության գործադիր խորհրդի, Պաղեստինի Գազայի կառավարման կոմիտեի եւ խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի գրասենյակի ներկայացուցիչները։ Հաղորդվում է, որ Կիպրոսի հանդիպումը ենթադրաբար կներառի վերագործարկում, որը թույլ կտա ներգրավված կողմերին վերակարգավորվել եւ համաձայնության գալ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելի կողմից Լիբանանում հրադադարն ի վերջո իրականություն կդառնա։ Սպիտակ տան ղեկավարը սակայն չի բացատրել իր վստահության հիմքը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգներն ու Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Երևանի քաղաքապետարանը դարձել է բնապահպանական կարևոր իրադարձության հարթակ։ COP17-ին ընդառաջ այստեղ տեղի է ունեցել բնության պահպանության միջազգային միության Հայաստանի ազգային կոմիտեի հիմնադիր միջոցառումը, որը նորեջ է բացում Հայաստանի բնապահպանական գործակցության եւ միջազգային ներգրավվածության պատմության մեջ։ Միջոցառումը համախմբել էր պետական, միջազգային եւ հասարակական հատվածների ներկայացուցիչներին, իսկ մասնակիցների գնահատմամբ նորաստեղծ հարթակը կարող է դառնալ այն առանցքային կենտրոնը, որտեղ COP17-ից առաջ կձևավորվեն բնապահպանական գլխավոր քննարկումները ու նախաձեռնությունները։ COP17-ին ընդառաջ Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բնապահպանական ոլորտի համար կարևորագույն իրադարձություններից մեկը։ Երևանի քաղաքապետարանում պաշտոնապես հիմնադրվեց բնության պահպանության միջազգային միության Հայաստանի ազգային կոմիտեն, ազդարարելով երկրի ինստիտուցիոնալ միացումը աշխարհի խոշորագույն բնապահպանական ցանցին։ Հայաստանի ազգային կոմիտեի ստեղծմամբ մեր երկիրը պաշտոնապես եւ ինստիտուցիոնալ մակարդակով միանում է աշխարհի խոշորագույն բնապահպանական ցանցին, հնարավորություն ստանալով ավելի ակտիվ մասնակցել գլոբալ բնապահպանական օրակարգի ձևավորմանն ու իրականացմանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, բնության պահպանության հարցերն այսօր ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքային զարգացման, կյանքի որակի եւ ապագա սերունդների բարեկեցության կարևոր բաղադրիչ են։ Այսօրվա նախաձեռնությունը կարևոր հանգրվան է, որը նոր որակ կհաղորդի մեր համագործակցությանը եւ հնարավորություն կտա առավել համակարգված եւ արդյունավետ կերպով համախմբել պետական, տեղական, գիտական, հասարակական եւ միջազգային գործընկերների ներուժը։ Երևանն այս ճանապարհին որդեգրել է հստակ մոտեցում։ Քաղաքի զարգացումը պետք է հիմնված լինի մարդու եւ բնության միջև հավասարակշռված եւ ներդաշնակ հարաբերությունների վրա։ Այս հանձնառության կարևոր դրսևորումներից է իհարկե Հրազդանի կիրճը բնության հատուկ պահպանվող համայնքային տարածք ճանաչելու մեր նախաձեռնությունը։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն էլ խոսեց Հայաստանի կողմից ստանձնած բնապահպանական պարտավորությունների եւ միջազգային գործակցության խորացման կարեւորության մասին։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը նույնպես մաս է կազմելու այս կազմկոմիտեին։ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է մի ռեգիոնում, որը կարևոր կենսաբազմազանության թեժ կետ է հանդիսանում։ Մենք պարտավորություն ունենք բոլոր բնական թեժ կետերին կենսաբազմազանությունով հարուստ վերաբերվել խնամքով եւ մեր իրավակարգավորումներով պահպանել դրանք։ Մենք պարտավորություն ունենք բոլոր միգրացվող կենդանիներին եւ կարմիր գրքյան տեսակներին պահպանել, պաշտպանել եւ ավելացնել նրանց թվաքանակը եւ մենք պարտավորություն ունենք, որպեսզի մեր պահպանվող տարածքների ցանցը ձգվի ամբողջ հանրապետության տարածքով մեկ, որպեսզի կենդանիները, բույսերը, միջատները կարողանան հանգիստ տեղաշարժվել Հայաստանի տարածքով եւ հուսով եմ անվնաս տեղաշարժվել Հայաստանի Հանրապետության տարածքով եւ
Շրջակա միջավայրի նախարարությունը ամբողջությամբ միտված եւ ուղղված է այս քաղաքականությունը իրացնելու։ IUCN-ի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Օլիվեր Ավրամոսկին նշեց, որ Հայաստանի ազգային կոմիտեի ստեղծումը կարևոր քայլ է ոչ միայն երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, ամրապնդելով գործակցությունը կենսաբազմազանության պահպանության, կլիմայական մարտահրավերների հաղթահարման եւ կայուն զարգացման ուղղություններով։ I feel both. Մենք միավորում ենք մեր ջանքերը, գիտելիքներն ու ձգտումները նպաստելու բնության մեջ կենսաբազմազանության պահպանմանն ու բնական հավասարակշռության ամրապնդմանը։ Մեր համոզմամբ յուրաքանչյուր բնական ռեսուրս պետք է օգտագործվի պատասխանատու եւ կայուն կերպով, առանց վնաս հասցնելու շրջակա միջավայրին եւ ներդաշնակ լինելով բնության օրենքներին։ Սա է մեր կազմակերպության առաքելությունը եւ յուրաքանչյուր անդամ կազմակերպություն իր կարևոր ներդրումն ու առանձնահատուկ դերն ունի այդ ընդհանուր նպատակի իրականացման գործում։ Մասնագետների համոզմամբ COP17-ից առաջ հենց այս հարթակը կարող է դառնալ առանցքային այն կենտրոնը, որտեղ կձևավորվեն ոլորտի գլխավոր քննարկումները, կհրապարակվեն կարևոր նախաձեռնություններ եւ կծնվեն նոր գործակցություններ։ Ամբողջ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ ունի թե համայնքային ներգրավվածություն IUCN որպես անդամ, թե հասարակական կազմակերպությունների, թե պետական եւ թե գիտական, ինչպես նաեւ կրթական։ Մասնավորապես կարևորելով առաջիկա մեր COP17-ի միջոցառումը, ավելի քան կարևորում եմ ունենալ ազգային կոմիտե, որը արդեն պատրաստի ծրագրով հաստատական ոտքերի վրա կանգնած կարող է ներկայանալ COP-ին իր ծրագրերով, իր տեսլականով միասնական եւ այն հարցին, թե արդյոք Հայաստանը քաղաքական, գիտական իր ներուժով արդյոք միասնական ձայն ունի, քաղաքականություն ունի բնապահպանության ոլորտում, միանշանակ կարող ենք արդեն ասել այո։ Հայաստանի ազգային կոմիտեի ստեղծումը փաստում է, որ բնապահպանական օրակարգն այսօր ավելի քան երբևէ գտնվում է հանրային եւ պետական ուշադրության կենտրոնում, իսկ COP17-ին ընդառաջ այս նախաձեռնությունը երկրի համար հնարավորություն է ոչ միայն բարձրաձայնելու սեփական բնապահպանական առաջնահերթությունները, այլև ավելի տեսանելի եւ ազդեցիկ դեր ստանձնելու միջազգային բնապահպանական հարթակներում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Գարնանային նստաշրջաններից մեկում ազգային ժողովը ընդունել էր սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում եւ հարակից օրենքներում նոր փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որի ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ներկայացրել է կատարված օրենսդրական փոփոխությունները ու նոր իրավահարաբերությունները, որով պետք է առաջնորդվեն կողմերը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում եւ հարակից օրենքներում նոր փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ներկայացրեց փոփոխություններն ու նոր իրավահարաբերությունները, որոնցով պետք է առաջնորդվեն կողմերը։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը նշեց, որ օրենսդրական այս փոփոխությունները կարգավորում են ոչ պատշաճ որակի ապրանքների մոլորեցնող եւ համեմատական գովազդի գնահատման, միացման պայմանագրերում անարդար պայմանների, հեռակա եւ շենքից դուրս կնքվող պայմանագրերի հետ կապված հարցերը։ Պաշտոնյան առանձնացրեց եւ մանրամասնեց միացման պայմանագրերում կատարվելիք փոփոխությունները։ Այսինքն իրանք տիպային ստանդարտ ձևերի պայմանագրերն են, որոնք մենք մեր առօրյա կյանքում դա տելեկոմ ոլորտն է, բանկային ոլորտ եւ այլ մի շարք իրավահարաբերություններում մենք հանդիպում ենք միացման պայմանագրերի, երբ արդեն ստանդարտ մշակված ձևի եւ այս պայմանագրերի մեջ կարելի է հանդիպել այնպիսի դրույթներ, որոնք իրենց բնույթով թեև օրենքին ուղղակի օրենսդրական որևէ նորմի չեն հակասում, սակայն դրանք անարդար են եւ խախտում են սպառողի շահը, այսինքն եթե սպառողը հնարավորություն ունենար այդ պայմանից հրաժարվելու բանակցման գործընթացում կամ պայմանագրի մշակման, նա կբանակցեր, որպեսզի չներարվեր այդ պայմանը։ Ըստ Սարգսյանի օրենքի կարգավորման նպատակը կայանում է նրանում, որ տիպային պայմանագրերում չնախատեսվեն այնպիսի պայմաններ, որոնք զրկում են անձին իրավահարաբերություններում հասանելի իրավական պաշտպանության մեխանիզմներից։ Այն հանգամանքը հաշվի առնելով, որ սպառողներ չեն մասնակցում այդ պայմանագրերի մշակման, իրանք տիպային ձևի են, դա չպետք է նրանց զրկի իրենց իրավունքների ողջամիտ ծավալից։ Ըստ բանախոսի անարդար պայմանների առանձին կետեր չեն վերաբերում ֆինանսական ոլորտի գործունեությանը, քանի որ այդ կետերը հստակ արձանագրված են օրենքում։
սակայն ոլորտային սահմանափակում օրենքի կիրառությունը չունի։ Նրա խոսքով անարդար պայմանների նախագիծը կարգավորում է նաև սպառողների շահերի նկատմամբ ոտնձգությունները եւ պայմանների խախտման դեպքում կազմակերպությունները ծառայություն մատուցող բազմապիսի ընկերությունները կարող են ենթարկվել համապատասխան իրավական պատասխանատվության։ Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանում մեկնարկել է արտարվեստ մշակութային կրթության զարգացման ծրագիրը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող նախաձեռնության նպատակն է 2026 թվականի ընթացքում մասնագիտական աջակցություն տրամադրել 150 արվեստի եւ երաժշտական դպրոցների։ Ծրագրում կներգրավեն ավելի քան 2600 աշակերտ եւ 900 մանկաբար։ Նախատեսվում են լսումներ, վարպետության եւ բաց դասեր, մասնագիտական քննարկումներ, սեմինարներ եւ կրթամշակութային միջոցառումներ։ Արտարվեստը ներկայացվում է որպես համալիր կրթամշակութային ծրագիր, որի շրջանակում մասնագիտական խմբերը կաշխատեն ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր 10 մարզերում։ Ծրագիրը կյանքի է կոչվում Art Progress կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։ Կազմակերպիչների խոսքով ծրագրի հիմնական նպատակը միայն առանձին վարպետության դասերի անցկացումը չէ, նախ պետք է գնահատել դպրոցների իրական կարիքները, հասկանալ մեթոդական բացերը, ապա այդ հիմքով ձևավորել աջակցության բովանդակությունը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գնահատմամբ մշակույթի զարգացման հիմքում պետք է լինի կրթական բաղադրիչը։ Նրա խոսքով տարիներ շարունակ գործող ուսումնամեթոդական ծրագիրը կարիք ուներ նոր բովանդակության եւ նոր մոտեցումների։ Եթե ուզում ենք մենք զարգացնել մեր մշակույթը, մեր արվեստները, մենք պիտի բոլոր, ուրեմն ծրագրերին, բոլոր նախագծերի մեջ ունենանք կրթական կոմպոնենտը, քանի որ բազմիցս ասել եմ եւ չեմ զրանում կրկնել մեկ անգամ եւս, որ չկա մշակույթ առանց կրթության եւ չկա կրթություն առանց մշակույթի։ Այստեղ մենք շատ կարեւոր ուրեմն հարցի մասին ենք խոսում այս պարագայում, նոր մեթոդաբանություններ, աջակցություն բոլոր երաժշտական դպրոցներին, կլինի դա մարզերում թե Երևանում, նորամուծություններ, նորարարություններ ստեղծելու, ուսուցիչների հետ աշխատելու, նոր մեթոդաբանություններ, նոր գրականություն, նոր ուղեցույցներ ուրեմն ներմուծելու, ուրեմն բովանդակությունը ամրացնելու գործընթացում։ Ծրագրի հեղինակ եւ ղեկավար Արտյոմ Հայրապետյանը նշում է, նախորդ տարիների փորձը օգտակար է եղել, սակայն այս անգամ փոխվել է աշխատանքի հերթականությունը, մինչեւ ծրագրի ամբողջական մեկնարկը կատարվել է ավելի քան 100 երաժշտական, արվեստի եւ գեղարվեստի դպրոցների կարիքների գնահատում։ Դրանից հետո ձևավորվել ծրագրի բովանդակային կառուցվածքը։ Առաջնային մի քանի շաբաթների ընթացքում մենք փորձել ենք ֆորմալ կերպով հասկանալ այն կարիքները, որ ունեն արտադպրոցական ուսումնական հաստատությունները, նոր այդ կարիքների ֆունդամենտի վրա կառուցվել է ամբողջ ծրագրի բաղադրությունն ու բովանդակությունը եւ այս ամիսների ընթացքում մինչեւ դեկտեմբեր ամիս անընդհատ են լինելու շարունակությունը այդ ծրագրի գնահատման, ինչպես երաժշտական դպրոցների կարիքների գնահատումն է տեղի ունեցել, այնպես էլ լինելու է ծրագրի ազդեցության գնահատումը։ Ծրագրի կարևոր ուղղություններից մեկն էլ դպրոց քոլեջ շարունակական կապի ամրապնդումն է։ Կազմակերպիչները շեշտում են, եթե երաժշտական եւ արվեստի դպրոցներում աշակերտները ստանան ամուր հիմք, ապա քոլեջներում նրանց մասնագիտական կրթությունը կշարունակվի ավելի արդյունավետ։ Հակառակ դեպքում քոլեջները հաճախ ստիպված են լինում ոչ թե զարգացնել արդեն ստացած գիտելիքը, այլ սկսել գրեթե զրոյից։ Ծրագրի համակարգող Վարազդատ Խաչումյանի խոսքով հենց այդ պատճառով քոլեջների ներգրավումը ծրագրում սկզբունքային նշանակություն ունի։ Դպրոցը ձևավորում է հենց երեխաների առաջի հիմքերը, հա, եւ այդ հիմքերի արդյունավետությունը ուղղակիորեն կապված է մեթոդաբանությունից, կիրառվող մեթոդաբանությունից։ Դպրոցներում այս մեթոդաբանության ուսման ձևը ոչ միայն դա միջոցների համակարգ է ներդրված, որը նպաստում է տվյալ ուսանողին ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Մասնակցեն նաև Հայաստանի եւ արտերկրի առաջատար մասնագետներ, նախատեսված են վարպետության դասեր եւ բաց պարապմունքներ, որոնք ըստ կազմակերպիչների կարևոր են ոչ միայն աշակերտների մասնագիտական աճի, այլև նրանց ինքնավստահության համար։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ դաշնակահար Հայկ Մելքոնյանը հիշում է, տարիներ առաջ վարպետության դասը երաժշտական դպրոցների սաների համար բացառիկ իրադարձություն էր։ Այսօր ըստ նրա նման հնարավորությունները դարձել են ավելի հասանելի եւ դրական ազդեցություն են ունենում երեխաների
երեխաների վրա։ Երաժշտական դպրոցում, երբ իմ ուսուցիչը, կոլեգա ուսուցչին ինձ տանում էր, որ ներկայացներ, լսեր եւ պարապեր ինձ հետ, սա մի իրադարձություն էր ինձ համար եւ ես շատ հուզվում էի։ Այսօր կարծես թե երեխաները մեկ քայլ առաջ են մեր սերնդից, եթե այդպես համեմատենք, եւ իրանք կարծես հաղթահարած են այդ հուզմունքը։ Արտարվեց ծրագրի շրջանակում մասնագիտական խմբերը կայցելեն մարզային եւ երևանյան կրթօջախներ, կաշխատեն մանկավարժների եւ աշակերտների հետ, կքննարկեն առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։ Ծրագիրը նախատեսված է ամբողջ 2026 թվականի համար։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի կենտրոնում կրկին կանգնեցվել է քանդակագործ Կարլեն Նուրիջանյանի հեղինակած Վահագն վիշապաքաղ հուշարձանը։ Տասնամյակներ անց վերադառնալով հանրային տարածք ոչ միայն վերականգնվում է հայկական դիցաբանության հերոսի Վահագնի ներկայությունը մայրաքաղաքում, այլև արժևորվում է նրա ստեղծողի Կարլեն Նուրիջանյանի ժառանգությունը։ Նախաձեռնության հեղինակները համոզված են, սա մշակութային հիշողության վերականգնման եւ ազգային խորհրդանիշներին արժանի տեղը վերադարձնելու կարևոր քայլ է։ Տասնամյակների ընդմիջումից հետո Երևանի կենտրոն է վերադառնում քանդակագործ Կարլեն Նուրիջանյանի հեղինակած Վահագն վիշապաքաղ հուշարձանը։ Հուշարձանի վերադարձը խորհրդանշում է նաև նրա հեղինակի Կարլեն Նուրիջանյանի ստեղծագործական ժառանգության արժևորումը։ Նուրիջանյանի ձեռքով են ստեղծվել նաև Վահագնի, Հայկ Նահապետի եւ Տոր-Քանկեղի կերպարները, որոնք տարիներ շարունակ ընկալվել են որպես ազգային ուժի, դիմադրության եւ արժանապատվության խորհրդանիշներ։ Սա մեր այն բացառիկ քանդակներից է, որը իր մշտական տեղը չի ունեցել, որովհետև երբ նայում ենք պատմությանը, տեսնում ենք, որ 60-ականներին ստեղծվելով այնուհետև այստեղ է տեղադրվել, այնտեղ է տեղադրվել, եղել է նաև ժամանակներ 90-ականների վերջին, երբ որ քանդակը քամուց ընկել է եւ վնասվել է եւ տևական ժամանակ վերականգնման աշխատանքներից հետո նաև հանգրվանել է ջրվեժում վերականգնման հենց աշխատանքների վայրում։ Եվ շատ խորհրդանշական եմ համարում, որ սրանով մենք նաև շատ կայուն եւ ամուր Վահագն վիշապաքաղին դնում ենք իր հաստատուն ու մշտական տեղում, որովհետև չի կարող այսպիսի խորհրդանշական կերպարը մեր ժողովրդի, մեր հասարակության համար նման ուղերձ եւ իմաստ պարունակող քանդակը թափառել մի տեղից մյուսը։ Հայկական դիցաբանության մեջ Վահագն վիշապաքաղի կերպարը մշտապես ասոցացվել է չարիքի, վտանգի եւ քաոսի դեմ պայքարի հետ։ Ըստ մեկնաբանությունների վիշապը մեր պատմական հիշողության մեջ միայն առասպելական հրես չէ։ Այն խորհրդանշում է այն սպառնալիքները, որոնք տարբեր ժամանակներում վերադառնում են տարբեր կերպարներով՝ վախի, ռևանշիզմի, հասարակական պառակտման կամ պետականությունը թուլացնելու փորձերի տեսքով։ Հուշարձանի վերադարձի առիթով հնչած ելույթներում ընդգծվեց, որ վերջին տարիներին հանրությունը բազմիցս կանգնել է նման մարտահրավերների առաջ, սակայն Հայաստանի քաղաքացիներն իրենց քաղաքական կամքն արտահայտել են ժողովրդավարական ճանապարհով, վերահաստատելով, որ երկրի իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Վահագնը կանգնում է Երևանի կենտրոնում որպես հստակ ուղերձ։ Ժողովրդավարության ամեն հաղթանակը ամրապնդում է եւ շարունակում է ժողովրդավարության պահպանումը։ Ժողովրդավարության գետ մեկ պարտություն նշանակում է հավիտյանս ժողովրդավարության կորուստ։ Եվ հենց դրա համար մենք չենք դադարելու պայքարել, քանզի տեր ենք այս պետությանը, տեր ենք մեր անկախությանը, տեր ենք մեր ապագային, տեր ենք խաղաղությանը, մեր մայրաքաղաքին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Վահագն վիշապաքաղ հուշարձանի վերադարձը դիտարկվում է ոչ միայն որպես մշակութային ժառանգության պահպանման քայլ, այլև որպես պատմական հիշողության, ազգային ինքնության եւ պետական արժեհամակարգի վերահաստատման խորհրդանշական իրադարձություն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։